սիրելիներս, առաջարկում եմ այսօր միասին պատրաստենք մի շատ համեղ, չթխվող խմորեղեն։ Մրջնաբույն ենք պատրաստելու, մեզ անհրաժեշտ կլինի այսպիսի փոքրիկ թխվածքաբլիթներ, կլցնեմ ես հարիչի մեջ, 2 անգամ կհարեմ, որպեսզի մանր կտորների վերածվի, շատ պետք չի հարել, որպեսզի չփշրվի թխվածքաբլիթները, սիրելիներս, եւ անհրաժեշտ կլինի մոտավորապես մի 100 գրամի չափ ընկույզը մի փոքր ավելի շատ կմանրացնեմ, որպեսզի տարածվի ամբողջ թխվածքաբլիթների մեջ եւ համը էլ ավելի զգայուն լինի, զգացվի։ Այս երկու բաղադրիչները կխառնենք միմյանց հետ եւ մեզ պետք կգա այս պահին մեղր, 2 ճաշի գթալ մոտավորապես մեղր, այն կլցնենք այս զանգվածի վրա եւ լավ կխառնենք, որպեսզի տարածվի ամբողջ թխվածքաբլիթների վրա ու կպատրաստենք արդեն կրեմը, սիրելիներս։ Կրեմը պատրաստելու համար մեզ անհրաժեշտ կլինի կարագ եւ խտացրած կաթ։ Մոտավորապես մի 150 գրամ կարագ, 250 գրամ խտացրած կաթ։ Եթե կրեմը ավելանա, հոգ չէ, կարող եք պահել սառնարանում եւ պատրաստել մեկ ուրիշ խմորեղեն։ Շատ համեղ կրեմ է ստացվում, ինքներդ գիտեք։ Մի փոքր վանիլ կօգտագործենք կրեմի մեջ, համը էլ ավելի սուր եւ լավ դարձնելու համար, կհարենք այնքան մինչեւ համասեռ զանգված կստանանք եւ ահա կրեմը պատրաստ կլինի մեզ մոտ։ Ստացված կրեմը կլցնենք արդեն մեր պատրաստի զանգվածի վրա, շատ քիչ ենք լցնելու եւ ընթացքում խառնելու ենք, այնպես պետք է լինի, որ կրեմը շատ չլցնենք այս զանգվածի վրա, որպեսզի ամբողջ կրեմով պատված չլինի, այլ կպնեն թխվածքաբլիթները մեկը մյուսին, որպեսզի լավ կպչուն զանգված ստանանք, սիրելիներս։ Ոչինչ, կրեմը թող ավելանա, ասեցի նորից կդնենք սառնարանում մեկ ուրիշ խմորեղեն պատրաստելու համար։ Մի լավ ձեռքով խառնում ենք, լավ սենց տրորում ենք, որպեսզի ամբողջ զանգվածը համասեռ ստացվի եւ արդեն արագ հավաքում ենք մեր մրջնաբույնը։ Մեզ անհրաժեշտ կլինի 1 բաժակ, օղու բաժակ, սիրելիներս, որպեսզի ամբողջ ձևը ստանա օղու բաժակի մեջ խմորեղենը։ Այսպես կլցնենք օղու բաժակի մեջ, կսխմենք մի փոքր, որպեսզի ստանանք մեր ուզած թխվածքաբլիթները։ Ահա տեսեք, ինձ մոտ արդեն առաջինը դուրս եկավ, սիրելիներս։ Հիմա արագ բոլորը կանեմ եւ միասին կձևավորենք շոկոլադե ջնարակով ու կմատուցենք մոտավորապես 2-ից 3 ժամ հետո, 2-3 ժամ կթողնենք սառնարանում, որպեսզի ավելի կպչուն լինի, համերը միմյանց հետ ծանոթանան եւ ավելի համեղ ստացվի, սիրելիներս։ Իսկ ես այսքանով ձեզ հրաժեշտ կտամ, դուք նայեք մինչև վերջ տեսանյութը, հուսով եմ չեք մոռանա հավանել եւ գրեք մեկնաբանություններում արդյոք պատրաստել եք այսպիսի չթխվող համեղ խմորեղեն, թե սա առաջի անգամն էր, որ տեսնում եք եւ հուսամ բոլորդ էլ կպատրաստեք, ասեմ, ընդհանրապես չի տարբերվում թխվածքաբլիթներից։ Ցտեսություն, բոլորին շատ սիրում եմ, միշտ նոր տեսանյութի հանդիպում։